Ես ինչ թրջունի ձայնա։ Աղավնի է։ Բարի լույս ժողովուրդ ջան։ Ոնց եք, լավ եք։ Գրեք տեսնեմ ոնց եք։ Ես լավ եմ։ Ես արևային եղանակին ոնց պետք է լինեմ։ Առավոտ այդ մեր պատշգամբի դուռը որ բաց էր, Քսենիա որ դուրս ու ներս էր անում, ոնց որ սառը ցուրտ լիներ, բայց չէ։ Հիմա ճիշտ է, սպայն 9 աստիճան է, բայց 18-ի բարձրանա այսօր։ Բայց ես հաստ է հակա, որովհետև իձևի մրսելով տանից դուրս եկա։ Ինչև է, ինչքան էլ ցրտի արդեն գարուն է գալիս։ Ես ինչ բան այստեղ քիչ մարդ կա։ Չորեքշաբթի օրերը շատ են լինում, բայց ինչ որ երևի կհավաքվեն։ Այս սեզոնն է, որ տունը ցուրտ է, դուրսը տաք է։ Այդ սեզոնն է։ Պետք է զգուշանանք, որ չհիվանդանանք։ Աղավնու ձայներ, չէ՞։ Ես այստեղ կան թռնում են։ Առավոտ արթնացա, չեմ հասցրել մարզվեմ, ինձ մի քիչ բան անում, բայց ինչ անեմ, չեմ հասցնում առավոտ մարզ, այսօր ես աշխատանքային օրերին մեկ-մեկ հասցնում եմ։ Այսօր 8-ից կես եմ տեղիցս վեր կացել, չեմ մարզվել, դուշ եմ ընդունել ու իջել եմ հաց սարքել։ Սոուսը հիմա կդնեմ, կնայեք։ Սոուս եմ սարքել, շատ համով էր։ Ու բան, հետը բրինձ ու սալատ։ Ինչև է, ժողովուրդ ջան, հիմա էլի հերթական աշխատանքային օրագործի եմ գնում։ Մեկ-մեկ մտածում այնքան լավ կլինի, որ մարդ ազատ գրաֆիկով աշխատի։ Այսինքն, չգիտեմ ազատ գրաֆիկը որն է, ոչ աշխատելն է մի բան, ոչ չաշխատելը։ Աշխատելու պլյուս կողմն է, որ գնում ես մարդկանց հետ ես շփվում, ուզես չուզես, պետքա քեզ նայես դուրս գալուց, անգամ եթե լավ չես զգում, թեկուզ գլուխ տացավ, բայց մեկը դուրս ես գալու, պետքա գնաս գործի, որ տանը մնում ես, ավելի վատ է լինում։ Բայց դե մյուս կողմից էլ որ ժամանակը չի հերիքում, տեսա գնաս քսեկա, գնամ բարձրանամ, ինչև է, երևի չէ, ոնց բան անեմ, ոնց նայում եմ, չէ, աշխատելը լավ է ժողովուրդ։ Այնտեղ ինչ շինարարություն է, անդադ հիշում եմ, գնալուց հիշում եմ, որ հաջորդ օրը ուշ փողոցով գնամ, հետո գալիս հիշում եմ էլի այս փողոցը, նոր հիշում եմ, որ այստեղ աղմուկ է, շինարարություն է։ Այսպես մոռանում եմ, անդադ գալիս եմ, այս աղմուկի միջով եմ անցնում, ժողովուրդ ջան։ Ես իմ ինչքան հələ կտևի այս շինարարությունը այստեղ։ Քանդել են ասֆալտը։ Տեսակ, որ մազերս չեմ ներկել, ժողովուրդ ջան, չհասցրի։ Այն նախորդ վլոգի մեջ ասեցի, չէ, գնամ մազերս ներկեմ, բայց չհասցրի։ Այնքան շատ գործ ունեի, որ մնաց այս շաբաթ էլ այսպես գործի եկա։ Հիմա կմնա արդեն կամ ուրբաթ կամ կիրակի օրը, ուրբաթ օրը դժվար, կիրակի օրը կմնա ոչինչ։ Ինչ արած։ Մի հատ դեղատուն էլ պետք է մտնեմ, չգիտեմ կհասցնեմ են մեր խանութի մոտի դեղատունը մտնեմ, են դեղահագին միավորներ եմ հավաքում, հետո որ մտնում եմ դեղ առնելու, ահագին լավ է, էլ մի 5-6 եվրո դուրս է գալիս։ Դե որ դեղը ասենք 30-40 եվրո վճարում առնում եմ, այդ 5 եվրոն էլ էլի բան է։ Եկեղեցու զանգերն են։ Լավ եղանակ է, ինչքան հաճելի մթնոլորտ է։ Այստեղ վաղուց չեմ նկարել ձեզ ցույց տամ, կարոտած կլինեք։ Երեկ ասում եմ ես տեղից մի հատ տղա մոտեցավ, հարցազրույց էր ուզում վերցնել, ես ինչ բան է, վերջերս անդադ կանգնում հարցազրույց եմ վերցնում, ասեցի սորի ժամանակ չունեմ, գործից ուշանում եմ։ Այնքան սիրուն բաներ էին ստացել, շալվար ու վերևները վերցրել եմ տանը ցույց կտամ, շատ սիրուն էին, ափսոս ռազմերը մի քիչ էր ծախվել էր ոնց որ, բայց վերցրել եմ, եթե վերևում բարձ չլինի ցույց կտամ, եթե չէ տանը ցույց կտամ։ Սնկով ու հավի կրսկամսով սոուս եմ պատրաստելու, սունկը կտրատել եմ արդեն, իրիկունը կտրատել, ծածկել սառնան էի դրել,
հավի կրսկամիսը շատ չեմ անում ու պրեյը, պրասը հիմա կտրատեմ այս սոուսը կարելի է պատրաստել նաև առանց հավի կրսկամիսի, կարելի է սա փոխարինել ձկով կամ էլ ոչ ձուկ լցնել, ոչ էլ հավի կրսկամիս լցնել, մենակ սունկ ու պրաս լցնել։ Պրասն էլ կտրատեցի, հիմա արդեն սկսեմ սոուսը եփելը։ Մի փոքր զիթապտղից հետ կլցնեմ։ Մի քանի րոպե հավի կրսկամիսը կտապակեմ։ Ես այս սոուսի ուրիշ տարբերակներ ունեմ, որ ամեն ինչ մի անգամից խառնում եմ իրար ու սերուցքը լցնում եմ, համեմունքները լցնում եմ ու եփում, այլ շատ համով է լինում, ավելի հեշտ։ Այս անգամ ուզեցի մի քիչ ուրիշ ձևով պատրաստեմ։ Հիմա ես մի քանի րոպե կտապակեմ, հետո նոր սունկը կավելացնեմ։ Իսկ եթե հավի կրսկամիս կամ ձուկ չեք ուզում լցնել, կարելի է միանգամից սունկը տապակել։ Տապակեցի, հիմա պետք է ավելացնեմ սունկը։ Սունկը ամբողջ տուփը միանգամից չեմ լցնի, այսքան է հերիք է։ Մի մասը կթողնեմ։ Մոտավորապես 300 գրամ սունկ է, մի հատ հավի կրսկամիս 300 գրամ սունկ։ Ես էլ մի 2 րոպե կտապակեմ։ Հիմա պրասը կավելացնեմ։ տոկոսանոց խոհարարական սերուցք։ Միամանը 250 մլ է, երկուսն էլ կլցնեմ, այսինքն 500 մլ կլցնեմ։ Քսենիա, տուն եկար, ապրես դու, ցուրտ է այսօր, դուրն էլ բաց է, դրսի դուռը է, պատշգամբի, մի փակեմ, տերասի ավելի շուտ, ոյ, կոր չի, դու ինչ լավ տղա ես, խելացի, հիմա համեմունքներն էլ լցնեմ, ծածկեմ թող եփվի, աղ եմ լցնում, աղես ճաշակի, սև պղպեղ, պարտադիր քուրքումա, քրքում, պարտադիր է սոուսին, մի փոքր չիլի պղպեղ, օրեգանո, մի փոքր չորացրած սամիտ ու հիմա մի հատ սխտոր պետք է քերեմ վրան այդպես։ Կարելի է նայել համեմունքները ինչը որ քիչ ավելացնել։ Հիմա ես խառնեմ, քրքում ինձ թվում է էլի կավելացնեմ։ Սիրում եմ որ է սոուսի գույնը մի քիչ այդպես դեղնոտ է լինում։ Ահա, հիմա սխտորն էլ քերեմ, հետո նոր մի հատ կթողնեմ եռա, որ տեսնեմ ինչն է պակաս, ինչն է ավել համեմունքները։ Այս մի սխտորն էլ քերեմ։ Սխտորը անուշոտ է։ Ընգով։ Մի փոքր քրքում էլի կավելացնեմ ու կթողնեմ եփվի։
Թոնաված է լավ չի գալիս գրկումը։ Ծածկում եմ թողնեմ եփվի, այսպես կիսաբաց եմ անում։ Երկար չի եփվելու, երևի մի 10 րոպեի չափով։ Մի հատ նայեմ։ Մի քանի րոպե էլ կեփեմ։ Մի փոքր աղը պետք է ավելացնեմ։ Թողնեմ մի քանի րոպե լեփվի, անջատեմ։ Կարծում եմ, որ պատրաստ կլինի, մի հատ նայեմ։ Հա, շատ չեմ ուզում, որ գոլորշանա այս հեղուկը, այդպես մի քիչ լավ է, որովհետև այս ուտելու ենք բրնձի հետ։ Տապակած կարտոֆիլի հետ լավ կսազի, դե բրնձի հետ ասեցի, ոնց որ այսօր մենք կուտենք, հնդկաձավարի հետ, ինչ հետ որ ուզենաք, մակարոնի հետ, Աքսենյան էլ եկավ։ Հիմա թարմ համեմ այդ վրան կլսնեմ ու վերջ։ Տեսեք ինչ լավն է, շատ համով է, շատ։ Այս համադրությունը չէ, հավի կրծքամսի, այս պրեի, պրասի, սնկի, սերուցքի, սխտո, շատ լավ համադրություն է, շատ համով է լինում։ Փորձեք ու գրեք ոնց ստացվեց ձեր մոտ, հավանեցիք, չհավանեցիք։ Իսկ ես հիմա թարմ կանաչի էլ լցնեմ, անջատեմ, թարմ կանաչի էլ լցնեմ, արդեն ջուրը դրել եմ, որ բրինձ եփեմ, ջուրը եռա։ Դուք էլ անպայման պատրաստեք, գրեք ոնց ստացվեց ձեր մոտ։ Եթե չեք ուզում այսպես տապակեք, չնայած ես ասում եմ իմ մյուս տարբերակը ամեն ինչ խառնում եմ իրար ու դնում եմ, էլի շատ համով է լինում, բայց այս որ մի փոքր տապակում ենք, ես էլ յուրահատուկ համ է ունենում։ Այն որ ամեն ինչ միանգամից խառնում նոր եփում եմ, այդտեղ արդեն ձետ չեմ լցնում, միանգամից ամեն ինչ լցնում եմ, սերուցքը լցնում եմ ու համեմունքները։ Իսկ այստեղ տեսակ մի փոքր ձետ լցրեցի ու տապակեցի։ Աշխատանքային օր է, ես արագ եմ նկարում, շատ ժամանակ է գնում նկարելուց, դրա համար այսպես ես ինձ չեմ նկարում, մենակ ճաշն եմ նկարում։ Տեսեք ինչ, հա Քսենիա, էլի դուրս գնաս, հա դուրը բաց եմ, բայց ցուրտ է լավ։ Այսօր էլի ցուրտ է, քեզ տարօրինակ եղանակ փոփոխական։ Ահա, սիրելի բարեկամներ, ես էլ իմ առավոտյան սոուսը, այսինքն ճաշի համար եմ պատրաստել, բայց ես առավոտյան ժամը 9:30 եմ եփում։ Վերջ, այս մեկը պատրաստ է, հիմա արդեն բրինձը լվանամ, լցնեմ խաշվի։ Նայեցիք սոուսը, հավանեցիք ժողովուրդ, փորձեք դուք էլ եփեք, տեսեք ինչքան համով է։ Ես այս ընթացքում իջև դուք նայեցիք, գնացի գործի, եկա, հիմա հասել եմ էլի կայարան, որ գնամ մեր քաղաք։ Հոգնել են, բնականաբար աշխատանքային օրվանից հետո, գործից հետո հոգնում են բոլորն են, գնամ մի անգամից մի քիչ առաջի վագոնները նստեմ, որ իջնելուց հետո շատ չքայլեմ։ Մարդ։ Գնաց կկանգնած էր նստեցի, ես քանի օր անդադ մի բան առնում եմ, բայց չեմ հասցնում ձեզ ցույց տամ, չեմ հասցնում նկարեմ, երևի թե թողնեմ առանձին, եթե կարողանամ հաջորդ վլոգի մեջ նկարեմ ձեզ ցույց կտամ։ Լավ տակ։ Սիրելիներս, հիմա ձեզ հրաժեշտ տամ, ես վիդեոն սկսեմ մոնտաժել, վլոգը մոնտաժեմ, որ տնեմ նայեք, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։